Ես կարծում եմ ինքը կգնար եւ հիմա էլ կգնա, եթե ունենա համապատասխան ռեսուրս, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ դրա համար զանգված է պետք այնուամենայնիվ, որովհետեւ մի անգամ փորձ արվեց, հիշում եք, Միքայել Աջապարյանի ժամանակ, երբ ԱԱՑ-ի այն հատուկ ջոկատայիններն էին մտել մայրաթոռ, այնտեղ դիմադրություն եղավ։ Այդ դիմադրությունը, նույնիսկ այդ դիմադրությունը, որը մենք համարում ենք, որ շատ նենց բան չէր, ուժգին չէր, բայց այնուամենայնիվ դա դիմադրություն էր, եթե հաշվի առնենք նաև, որ այս կողմից էլ մի առանձնապես մեծ քանակ չկա, որովհետև ամեն դեպքում մենք պետք է մի բան շատ հստակ հասկանանք, եթե դու չունես քո զանգվածը եւ հույսդ կամ վարչական ռեսուրսն է, Հայաստանի տարբեր ծայրերից այսպես հավաքած բերած մարդկանց վրա է հույսդ եւ առավել եւս ուժային կառույցների վրա է, բանով այսպես համազգեստով կամ քաղաքացիական համազգեստով, ապա միևնույն է բոլորը բոլորին ճանաչում են, փոքր երկիր է, այդ նույն բաներին, հատուկ ջոկատայիններին, ովքեր որ գոնե այդ բաներով չեն, դիմակներով չեն, բոլորը ճանաչում են, միանգամից բացահայտվում են այդ ամեն ինչը։ Այսինքն դա ցույց է տալիս, որ զանգված առանձնապես չկա ամեն դեպքում։ Ես կարծում եմ ռեսուրսի պակաս կա հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ, այդ իսկ պատճառով ինքը նման քայլերի չի գնում։